Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են կեղծիքների միջոցով զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու մի քանի տասնյակ դեպքեր։ 2010-ից 2015 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում զինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար զորակոչի տարիքի անձինք ու նրանց ծնողները խոշոր գումարներ են տվել եւ ձեռք բերել առողջական վիճակի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվել են տարածքային զինվորական կոմիսարիատներում զինակոչիկների վերաբերյալ առկա առողջական վիճակի հետազոտման ակտերը եւ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այդ ակտերը իրենցից կասկած են հարուցում։ Արդյունքում նախապատրաստված նյութերը ուղարկվել են զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ գործով որպես մեղադրյալ ներգրաված անձը չունենալով մշտական ժամանակավոր աշխատանք, գումար վաստակելու նպատակով ներկայանալով որպես Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բուժմիավորումներում ազդեցիկ ծանոթներ ունեցող անձնավորություն, այդ պայմաններում հավաստիացրել է մի շարք քաղաքացիներին, որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում կարող է կազմակերպել զինակոչիկների զինվորական ծառայության հերթական զորակոչից տարեկետում տրամադրման, որոշ դեպքերում նաև զորացումից ազատման գործընթացները։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին աշխատակից ներկայացած կինը պարտադիր զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատվելու ցանկություն ունեցող անձանց ուղղորդել է, որպեսզի նրանք զինվորական կոմիսարիատների բժշկական հանձնաժողովների անդամներին հայտնեն այնպիսի առողջական գանգատներ, որոնք հնարավոր կլինի պարզել միայն նեղ մասնագիտական հետազոտության արդյունքում։ Զորակոչիկների փաստաթղթերում կեղծիքներ կատարելու, ինչպես նաև ապօրինի եղանակով տարկետումներ ապահովող բժշկական ախտորոշումներով կեղծ տեղեկանքների տրամադրումը կազմակերպելու համար իրականում ոչ միտեղ չաշխատող կինը ընդհանուր առմամբ համաձայնություն է ձեռք բերել 3 տասնյակից ավելի անձանց հետ եւ նրանցից ստացել համապատասխան գումարներ։ Մասնավորապես կեղծիքները իրականացվել են հետեւյալ մեխանիզմով՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, առողջական վիճակի հետազոտման ակտերում ներառվել են իրականությանը չհամապատասխանող այնպիսի տվյալներ, որոնց պայմաններում Հայաստանի Հանրապետության գործող կարգի համաձայն զինակոչիկները իրավունք են ունեցել օգտվել տարկետումներից։ Այնուհետև նշված փաստաթղթերում դրվել են կեղծ դրոշմեր, որոնք պետք է դրվեն իրականում բուժ հաստատությունների կողմից, ինչպես նաև կեղծվել են համապատասխան բժշկական հանձնաժողովի ստորագրությունները, ապա նշված փաստաթղթերը տրամադրվել են տարածքային զինվորական կոմիսարիատներ։ Այնտեղ անցկացված կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշումների հիմքով զինակոչիկներին տրամադրվել են տարեկետումներ տարբեր ժամկետներում։ Բացի այդ, մեղադրյալը գործել է նաև մեկ այլ հանցավոր մեխանիզմի օգտագործման պայմաններում, մասնավորապես համաձայնություն է ձեռք բերել բուժ հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձանց հետ եւ վերջիններիս տրված գումարի դիմաց պաշտոնատար անձինք առողջական վիճակի հետազոտման ակտերում նշել են այնպիսի իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որոնք հիմք են հանդիսանել դարձյալ զինակոչիկներին տարեկեցումներ տրամադրելու համար։ Քրեական գործերով կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են վերոնշյալ մեխանիզմով զինծառայողների նաև զորացրման դեպքեր։ Պարզվել է հանցավոր գործունեության մեջ ներգրաված անձանց ինքնությունը եւ նրանց գործողություններին տրվել համապատասխան իրավական գնահատական։ Արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 12 անձի նկատմամբ, իսկ 1 անձի նկատմամբ էլ հայտարարվել է հետախուզում։ Դատարան է ուղարկվել 2 քրեական գործ, 3-րդ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Հավելեմ նաև, որ նշված գործընթացը կազմակերպելու համար գործով մեղադրյալը ստացել է 3000-ից 6000 ԱՄՆ դոլար գումար եւ փաստաթղթերը կեղծելու նպատակով տրամադրել մյուս մեղադրյալներին 300-ից 500 ԱՄՆ դոլար գումար, իսկ բուժ հիմնարկների համապատասխան պաշտոնատար անձանց նշված գործողության դիմաց տրամադրվել է շուրջ 3000 ԱՄՆ դոլար գումար։ Արդյունքում քրեական գործերով կազմվել են մեղադրական եզրակացություններ եւ քրեական գործերը ուղարկվել են դատարան ըստ էության քննելու համար։
Բազմաթիվ փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ առողջական խնդիրների պատճառաբանմամբ զինվորական ծառայության հերթական զորակոչից ազատված 32 անձանցից 18-ը բացարձակապես առողջ են, որևէ հիվանդությամբ չեն տառապում եւ պիտանի են զինված ուժերում ծառայության համար։ Ներկայումս նրանք ծառայում են հայոց բանակում։